Մենք հյուր ունենք շատ ուրախ եմ հերթական անգամ մեզ մոտ դիմավորել կինո քննադատյանը Մարտիրոսյանին եւ մեր զրույցի թեման լինելու է ռեանիմանիա միջազգային հերթական 17 թվով 17-րդ փառատոնը ողջույն Դիանա Բարի լույս Մենք սիրում ենք չէ ժամանակ հանդիպել խոսել կինոյի մասին եւ ոչ միայն ռեանիմանիան իհարկե կինո չէ բայց ոչ ավելի պակաս հետաքրությամբ արտադրության կամ չգիտեմ ստեղծագործական process-ներին անդրադարձող իրադարձություն է եւ այո ուրախալի է որ Հայաստանում 17-րդ անգամ միջազգային եւ կարևոր նշանակություն ունեցող փառատոն է իրականացվում որտեղ որ ներկայացված են անիմացիոն եւ պատկերապատման ասպարեզում արված աշխատանքներ եւ նաեւ ունենք անվանի հյուրեր այս տարի եւ ինչպես եւ նախորդ տարիներին մանրամասները արի քննարկենք քեզ հետ եւ դու ավելի շատ բան գիտես Սիրով ես պատիվ եմ ունեցել բացման արարողությունը վարել այսինքն ես եմ մասամբ այո միանշանակ բայց դու ներսի մարդ ես վստահ եմ շատ ավելի ինֆորմացիա ես տիրապետում ինչն է քո կարծիքով այս տարվա մեխը հա կամ ֆիշկան ռեանիմանիայի Եթե հիշում եք անցած տարի մենք ցուցադրեցինք Ֆլոն, որը հետո մի քանի ամիս անց Օսկար շահեց, նոմինացվեց եւ շահեց, մինչեւ նոմինացիան մենք ցուցադրեցինք հոկտեմբերին ու հիմա բոլորը համատում են այս տարվա ֆիլմերի հետ, վայ այս տարվա ֆիլմերի մեջ նման ֆիլմ չկա, գուցե նմանատիպ sense ունիվերսալ աշխատանք, sense համապարփակ ամեն ինչի մասին, բնության մասին, անխոս, sense կենթանիների դերակատարմամբ նման պատմություն չկա, բայց կան ուրիշ ֆիլմեր, որոնք կարծում եմ ես նոր եթերից մինչև մեր ռայքը առաջ դες ասում էի խորհուրդ էի տալիս Արկոն դիտել, որ այս տարվա Անսի միջազգային կինոփառատոնի գլխավոր հաղթողն է, իսկ Անսին դա անիմացիոն կանն է։ Կաննը մայիսին վերջանում է Կաննի կինոփառատոնը եւ անիմատորները հունիսին գնում են Անսի փոքր քաղաք, Ֆրանսիայի մեկ այլ փոքրիկ գողտրիկ քաղաք, անիմացիոն հեղինակային կինո դիտելու, որտեղ ես դեռ երբեք չեմ եղել, բայց ինձ խոսք են տվել, քասում խոսք է տվել մյուս տարի տանել եւ Անսի գլխավոր հաղթողը Արկոն է, որի դիստրիբյուցիան, որի production երկու երկիր է Ֆրանսիան եւ Ամերիկան, Միացյալ Նահանգները եւ Միացյալ Նահանգների պրոդյուսերը Նաթալի Փորտմանն է։ Այսպեսի հա ավստրալիան Նաթալի Փորտմանը անիմացիա աշխարհի է, դա հետ։ Գիտես հաճախ անվանի դերասանները զբաղվում են պրոդյուսինգով եւ վերջերս օրինակ Բրեդ Պիտը շատ ակտիվ իր Plan B կամպանիայով զբաղվում է պրոդյուսինգով եւ դա օգնում է գումար հավաքել, եթե իրենք հավանում են նախագիծը, եթե հավատում են հեղինակին, պատմությանը, իրենց ներկայությունը օգնում է գումար բերել։ Եվ եթե դու պաստառի վրա գրում ես produced by Natalie Portman, դա շատ ավելի բան է ասում, քան ռեժիսոր Ուգո Բենվենյու։ Ռեժիսորը Ուգո Բենվենյուն է, երիտասարդ անիմատոր ֆրանսիացի, որ այդ անունը դժվար է ծախել, իսկ Natalie Portman անունը հեշտ է ծախել, եւ օրինակ ռեժիսորները հաճախ ներգրավում են, պրոդյուսերները ներգրավում են հայտնի դերասանների հնչյունավորման համար եւ Արկոյում ներկայացված են բավականին հայտնի ֆրանսիացի դերասաններ, օրինակ Լուի Գարելը, ում կարծում եմ գիտեք, այդ անունները օգնում են promotion-ին եւ վաճառքին ֆիլմի, բայց Արկոն միայն դրանով չէ, որ կարեւոր է շատ հետաքրքիր պատմություն է, մի տղա ապագայից ճամփորդում է մեկ այլ թվական եւ մենք տեսնում ենք մի պատմություն երեխաների դերակատարմամբ, որը այդքան էլ մանկական չէ, բավականին փիլիսոփայական է, բավականին այսօրվա ճգնաժամի մասին համաշխարհային եւ բավականին հուզիչ է տեղ անգամ եւ կարծում եմ 12-13 պլյուս է, այսինքն այնց շատ փոքր երեխաների համար չէ եւ եթե դուք ժամանակ ունեք վաղը ժամը 9-ին անպայման վերջին ցուցադրությունն է կինոյի տանը Արկոն այս տարվա կարևորագույն անիմացիոն ֆիլմերից մեկը, որը անձամբ must watch է։ Այո։ Քանի շատ չենք հեռացել հենց երեխաների թեմայից, կարելի է ասել վերջին տարիների, նաև հենց 17 տարիների դիտարկման մեջ եւ ընդհանուր առմամբ, եթե գանք անգամ խորհրդային միության ընկալման այդ տարիներից, անիմացիան շատ հաճախ ընկալվել է որպես մանկական ժանր։ Երբ եղավ այդ փոփոխությունը, իդեպ այն ժամանակ էլ կար մեծահասակների համար մուլտֆիլմեր, բնավ այն չէ, ինչ որ հիմա է կոչվում մեծահասակների, պարզապես սյուժեն էր ավելի բարդ, ոչ երեխաների համար ընկալելի։
Այ ինչպես է փոփոխվել, տրանսֆորմացվել ընկալումը անիմացիոն ֆիլմերի, որքանով ավելի պահանջված է դարձել թե համաշխարհային համատեքստում, թե հենց Հայաստանի շրջանակներում։ Էլ չեմ ասում, որ 18+ չէ, անիմացիա էլ կա։ Իհարկե։ Ճապոնիայում օրինակ։ Իհարկե։ Մենք այս տարի նշում ենք Ռոբերտ Սահակյանցի 75-ամյակը ու մեր եթերից անցած տարվա մեր հանդիպումից ու ռեանիմանիայից հետո ես մի քանի օր հետո բառացիորեն ներկայացնում էի sense թեմայով ինձ կանչել էին կոնֆերանսի կինոքննադատական Sound in Cinema ու ես ներկայացրել էի Սահակյանցին ու հայկական ջազը, հայկական էստրադան եւ ջազը Սաուդյան Արաբիայում, որտեղ ոչ ոք չգիտեին ոչ Ռոբ Սահակյանցի, ոչ հայկական ջազի մասին։ Ու իմ լեհ գոլեգաները նայելով Սահակյանցի ֆիլմերը այնքան ցնցված էին, որ ինձ հրավիրեցին հետո Լեհաստան Ռոբ Սահակյանցի ռետրոսպեկտիվը կազմակերպելու։ Եվ Որ ֆիլմերն էի ցուցադրել։ Ես ցուցադրել էի 10 ֆիլմը։ Մեծերի համար եթե տեսել եք։ Հա։ Հենց հարցին անդրադառնալով դրա համար հիշեցի, որը երգիծանք է, սատիրա է, որը մեծերի համար է, որը գիտաֆանտաստիկ է, որը ես չեմ հիշում, որ ես ինքս, գուցե ինձնից մեծ մարդիկ մի քիչ ավելի հիշում են, գուցե դու հիշում ես, բայց ես չեմ հիշում, որ այդ ֆիլմը ցույց են տվել հայկական ալիքներով։ Գուցե ցույց են տվել այն ժամերին, երբ ես քնած էի, չգիտեմ, գուցե 80-ականների վերջը էին ցույց տալի, ես 99-ին եմ ծնվել, չեմ տեսել, բայց Սահակյանցը ունի Քամի ֆիլմը, ունի Կոճակ ֆիլմը, որը մենք ցուցադրեցինք ռեանիմանիայի բացմանը, հիշում է Կոճակը ֆանտաստիկ։ Այո, եւ դա մեծերի համար եւ Սահակյանցն էլ, ով մեր կարևորագույն ֆիգուրներից է հայկական անիմացիա եւ այդ ժամանակ մուլտիպլիկացիա կոչվող երևույթի, ինքը ինձ թվում է հայտնի չէ, թե մենք դուրս գանք հիմա Ամիրյան փողոց ու մարդկանց ասենք Սահակյանցի ֆիլմերը։ Կոճակը դժվար ասենք, ասեն Թումանյանի, այո, հեքիաթների հիման վրա ֆիլմերը, ասել են, հա, Խոսող ձուկը կամ Кто расскажет небылицу, հա, այսինքն առաջինը մտքին դա է գալ, գուցե հենց տեղից է եկել, բայց Սահակյանցը բավականին իր շնչով, այդ հիպիական, այդ վայբով, մթնոլորտով շատ նման է արևելյան Եվրոպայի այլ հեղինակների, օրինակ հունգարական անիմացիան էլ է շատ ուժեղ, եւ Բուդապեշտում ես 2 անգամ եղել եմ կինոփառատոնի ու նայել եմ որոշակի կարճամետրաժներ, անիմացիոն 80-ականների, 70-ականների, անք բավականին նման են, ու չեմ ասում, որ մեկը ինչ որ մեկից ոգեշնչվել է, բայց ինչ որ նմանություն, ինչ որ բան կա, հա, ու այդ արևելյան Եվրոպան, որի մենք էլ եմ կարծում եմ մասամբ մենք էլ ենք արևելյան Եվրոպա, երևի, հա, այդ սոցիալիստական անցյալը ինչ որ ձև մեզ կապում է, գուցե մենք պետք է ավելի շատ, օրինակ չգիտեմ, ֆոկուս անենք հենց այդ ֆիլմերի վրա, ու ասենք, որ սա կա, ինչ որ ձև հրավիրենք ավելի հասուն լսարանի, որը կնայի այդպես քաղաքական ֆիլմեր, սոցիալական ֆիլմեր, սատիրիկ ֆիլմեր։ Հետաքրքիր ինչն է, օրինակ ոնց էր այդ թվականներին 80-ականներին Կոճակը թույլ տվել, հա, որովհետև ակնհայտ այնտեղ քաղաքական աստար կա, մեկն վստահ էլի, որովհետև կոնկրետ նույնիսկ կերպարները միգուցե ինչ որ այնտեղ դետալներ կան, որ եթե խորանում ես անունների մեջ եւ այլն, եթե տեսնես զուգահեռներ կարող ես անցկացնել երկրի այն ժամանակ կառավարության առաջին դեմքերի հետ, բարձրաստիճան պաշտոնյաներ եւ այլն, ոնց են թույլ տվել գրականությունը ոնց է։ Իսկ ինչ վերաբերվում է 10 ֆիլմին Ուրոկ, այո, այնտեղ ակնհայտ էրոտիկ դրվագներ կա, որը որ չգիտեմ, այնտեղ չգիտեմ այդ կարապի պարանոցը եւ այլն այն դրվագներ կա, այլ դրա հետ կապված մետաքրքիր բան եմ ուզում պատմել, իմ լավ ընկերը Գայանն, ով երկար տարիներ Ռոբ Սահակյանցի մոտ մուլտիպլիկատոր է աշխատել, իհարկե արել է երկրորդային նշանակության գործեր, պատմում է, որ այն տարիներին, երբ որ անլույս տարիներին, երբ որ պատվեր չկար, ինչ մուլտիպլիկացիա եւ անիմացիա մասին է խոսքը, մարդիկ գրքերն էին վառում, որ մի կերպ գոյատևեն, Ֆրանսիայից պատվեր էին ստացել էրոտիկ մուլտիպլիկացիոն շարքի եւ ասում է չես պատկերացնի ինչ էր կատարվում մեր ստուդիայում կանանք եւ տղամարդիկ շատ էրոտիկ դիրքերում ասենք սեղանների եւ բաների վրա այսպես պոզաներ էին ընդունում որպեսզի շուտ այդ սիլուետը վերցնեն հետո դարձնեն անիմացիա կհասնել ինչ ալավ այդ ֆիլմի հետ պատվեր են կատարել որպես տաղանդավոր ստեղծագործական թիմ այլ երկրի համար եւ այդպես մի կերպ յոլա են գնում ասած
Ասել Ռոբ Սահակյանց այդպիսի մարդ է եղել եւ իր թիմը արել է աշխատանքները կատարել։ Այնուամենայնիվ ես ասեմ, որ ինձ համար շատ հաճելի բացահայտում էր, որ Մադլեն Սարաֆյանն է։ Շարաֆյանն է, Սարաֆյանն լրացուն այստեղ է եւ ես շատ եմ սիրում նա 2020 թվականի այդ Barrow-ն, այդ որջը կարճամետրաժ ֆիլմը, որը ցուցադրվեց բացմանը, լավ է արված։ Կերպարները, ձայները, ես շատ չեմ կարող պատկերը նայել առանձին երաժշտությունից եւ սաունդից, էֆեկտներից եւ միշտ էլ հատուկ ուշադրություն եմ դարձնում ինչպես են պատկերին ուղեկցող այդ տակի ձայները եւ երաժշտությունը նստացնում պատկերի վրա եւ ասեմ որ այդ առումով էլ շատ հաջողված բան է։ Մի խոսքով լավ է որ մենք 17 տարի սուսամը պատկերացրու Հայաստանում աշխարհի տարբեր անկյուններից գալիս են մասնագետներ, հավաքվում են, վարպետաց դասեր, աշխատարաններ եւ դա շատ մեծ եւ կարեւոր նշանակության գործ է, խնդրեմ։ Ես էլ ասեմ, որ 2003-ից 4-ից 6 թվականը վրեժքասունու հետ մենք դասընթացների ենք մասնակցել Վրաստանում իֆասկ ծրագրի շրջանակներում եւ ասեմ, որ ակունքների մոտ ենք կանգնած եղել ստեղծման, դա երևի թե ոչինչ չասել, որովհետեւ նոր այսպես վրեժը մտահացման մասին էր կիսվում եւ մի պահ այն ժամանակաշրջանում կարծես մի փոքր անիրական էր թվում միջազգային այդ մասշտաբի փառատոն կազմակերպելը եւ ես շատ ուրախ եմ որ վրեժին հաջողվեց այդ նմանատիպ հեղինակավոր փառատոն կազմակերպել ինչպես մենք ասում ենք ոսկե ծիրան եւ դա արդեն բրենդ է եւ Ռեանիմանյան վստահ եմ որ ոչինչով չի զիջում Դիանա ուզում եմ հասկանանք այսօր ժամանակակից հայկական անիմացիան ինչ վիճակում է, արդյոք կան մասնակիցներ, այսինքն ամբողջությամբ հարցս հայկական բաղադրիչով է, կան Հայաստանի մասնակիցներ, թե ոչ, եւ ինչ ունենք ընդհանրապես արտահանելու միջազգային փառատոնների, որպես հայկական անիմացիայի նմուշներ։ Շատ տեղին է հարցը հենց այս տարվա համատեքստում, որովհետև Կաննի կինոփառատոնում շատ հաճախ անիմացիոն ֆիլմերը ունենում են հատուկ ցուցադրություն Կաննում, Կաննը մայիսին է, իրենք Կաննում ցուցադրելով որոշակի ուշադրություն են գրավում, հետո անսին է գալիս, հունիսին, ու իրանք արդեն անսիում ցուցադրում են մրցութային։ Եվ ինչ է նույնը եղավ Ֆլոյի հետ անցած տարի, Ֆլոն անցած տարի Կաննում ուներ ցուցադրություն, հետո տարան անսի։ Այս տարի Կաննում մենք ունեինք հայազգի ռեժիսոր, անիմատոր Նատալիա Միրզոյանի ֆիլմը։ Նատալիա Միրզոյանը ցավոք ապրում է Էստոնիայում, այո, էստոնիահայ է, բայց համարտադրություն է իր ֆիլմը Winter in March, այդպես է կոչվում, ձմեռը մարտին, կարճամետրաժը, որը Կաննում կա ծրագիր Լասինեֆը դպրոցների մրցութային ծրագիրը, այսինքն տարբեր երկրների կինոդպրոցներ են իրար հետ մրցում, եւ Լասինեֆի շրջանակում Նատալիայի ֆիլմը ստացավ 3-րդ մրցանակը։ Դա որոշակի պատմական sense արխիվում հագրվում է, որ մենք այս տարի ունենք Էստոնիայի հետ համարտադրություն Միրզոյանի շնորհիվ ու Լասինեֆի 3-րդ մրցանակը ստացանք։ Անսիում մի ամիս անց Զակ Դեմիրճյանը, ով ապրում է Հայաստանում, մեր ընկերը, մեր վաղեմի բարեկամը ուներ Օցի ապուր անվամբ կարճամետրաժ ֆիլմ հայկական արտադրության անսի perspectives մենք ծրագիր ունենք կարճամետրաժների կոչվում perspectives որտեղ տեսնում են այդ պերսպեկտիվան երիտասարդ հեռանկարը ճիշտ այո ճիշտ այդպես եւ Օցի ապուրը այդտեղ էր ներկայացված մենք արդեն 2 կարճամետրաժ ունենք տարին դեռ չի ավարտվել բայց եթե sense գրեթե ավարտվում է թե ամփոփենք 2 կարճամետրաժ ունեցել ենք իհարկե լավ կլիներ 2-ը չլինեին 12-ը լինեին բայց հասկանալով անիմացիայի թանկ ստեղծման process-ը եւ առհասարակ եթե մենք sense նայենք համատեքստում տարվա մենք ունենք մի 5-6 ֆիլմ միջազգային A-կլասի եթե կինոփառատոնների մասին է խոսքը որովհետեւ շատ մարդիկ գնում են փառատոններ ինչ որ մրցանակները ֆոտոներ են գցում համացանց մարդիկ չեն հասկանում կարևորությունը ինչ է ով է իհարկե բոլորին շնորհավորում ենք ուրախ ենք բայց եթե խոսում ենք հենց A-կլասի մասին խոսում ենք այն sense կարևորագույն հարթակների մասին կան Բերլին Լոկարնո Վենետիկ Անսի, այո, այս տարի այդ երկուսը ունեցել ենք։ Իհարկե դա ոգևորող է, մոտիվացնող, ինչ կլինի մյուս տարի դեռ չգիտենք, հուսանք եւ Զակի հաջողությունը եւ Նատալիա Միրզոյանի եւ
իրենց հենց հա ֆակտորը ինչ որ ձև համարտադրության գուցե Միրզոյանը կգա գուցե կգտնի ինչ որ երիտասարդ հայազգի խոստումնալից անիմատորների գուցե որպես պրոդյուսեր բայց կան օրինակ ձերքով նկարելը դեռ մոդ է Դա շատ երկար է տևում։ Չէ, կա, գիտես, մենք ունենք հիմա ֆիլմ, որը էլի կաննում էր, անիմացիոն ֆիլմ, կոչվում է Մահճկա, հայերեն Death Does Not Exist, որը 10 տարի են ստեղծել, որովհետև ձեռքով են նկարել։ Բայց եթե դու ուզում ես ձեռքով նկարես, դա տևելու է ռելիամետրաժ ֆիլմ է, կարող է 10 տարի տևել։ Ֆիլմերը մրցում են, ասենք, կոմպյուտերային գրաֆիկայի միջոցով ստեղծված ֆիլմերի հետ, թե դա առանձին անվանակարգ է, չէ՞ որ դա Չէ, միասին են։ Չէ, ոնց որ հիմա ասես, գիտեք, իմ ֆիլմը 250,000 եվրոյով է նկարված, իսկ այն մեկինը 2 միլիոնով, իսկ այն մեկինը 28 միլիոնով, տարբեր կատեգորիաներում լինեն, չէ։ Ռադու Ժուդեն, ռումինացի, ով iPhone-ներով է նկարում, ու չգիտեմ, ուրիշ ինչ-որ ռեժիսորներ, որոնք նկարում են ոչ iPhone-ով, ու նկարում են ուղղակի սովոր Արիով են նկարում, հա։ Իրենց բյուջեն 7 միլիոն է կամ 5 միլիոն է, իրենք բոլորը նույն մրցութային ծրագրում են, հատուկ առանձին։ Ույսմե դա մի քիչ գուցե լավ է, որովհետև շատ նիշային կլինի, եթե ասենց բոլորը տարանջատենք իրարից։ Առանց էլ տարվա մեջ այնպես չէ, որ շատ են անիմացիոն գործերը, հետո դրանց էլ խմբավորել, բաժանել տարբեր կատեգորիաների, դա արդեն մեծ խնդիր է։ Այդպես իհարկե կար Lion King-ը, Shrek-ը եւ այլն ֆիլմեր, որոնք Օսկարի են հավակնում, այնտեղ մեծ տաղմուկ են բարձրացնում, DreamWorks-ը, Pixar-ը ժամանակ առ ժամանակ գմփցնում են ինչ-որ մի մեծ գործով, բայց եթե թվով հաշվես տեսնես, թե ինչքան քիչ են նրանք երբևէ հասել այդպիսի բարձունքների, հասկանաս, որ անիմատորները համեմատած կինոյի մեծ եղբոր է, այսպես ասած, իհարկե շատ դեռ անելիք ունեն, բայց Ինչն է հետաքրքիր, ես հիմա տեսել եմ, որ օրինակ Հայայո Միյաձակի ոճով օրինակ կարող ես ընտանեկան լուսանկարներ այդ օրինակ, չգիտեմ, AI-ին տաս, շատ շուտ հատուկ ծրագիր է, մի վայրկյանում այսպես շուտ գեներացնում է, տալիս է նույն Ռոբ Սահակյանցով էլ կարող ես եւ դա ինչ-որ ձևով անդրադառնալու է ինչ հետևանքներ դա կարող ունենա հեշտացնել է էլի process-ը դա ինչ-որ trend է որը երկար կյանք չունի ինձ թվում է եթե խոսում ենք սովորական ապրելիքի չէ ինչ-որ բաներ իհարկե կիրառելի են եւ ChatGPT-ն էլ է կիրառելի եւ լիք ծրագրեր կան հիմա օգնում են եւ սցենարական աշխատանքներին եւ հետարտադրական կորեկցիայի մասով օրինակ Գորի հետ Կիրակոսյան 2 օր առաջ խոսում էինք ինչքանով է օգնում այս ամենը օրինակ ձայնային կորեկցիայի հարցում տանիրովկաների պարագայում եւ այլն եւ իհարկե խմբագրական հարցում ինձ թվում է այս գործիքները տեխնիկական հեշտացնում են գործը ժամանակին չէ մենք տպագրական մեքենաներ ունեինք գրում էինք հետո ինչ որ սխալ է իրանում չգիտես ոնց ուղղես բան հիմա այս պրինտերները եւ համակարգիչները օգնում են ինձ թվում է դա տեխնիկական մաս է որը գեղարվեստականի հետ մեկ է չի մրցում որովհետեւ դու պետք է այդ բազան, այդ միաձակին ուսահակյանցը ռոբոտներ չեն, իրանք մսից արունից մարդիկ են, որոնց այդ ժառանգությունը դու պետք է ինչ-որ ձև ներկայացնես այդ համակարգչին, այդ բազայի մեջ նա լինի, որ նա օգտվի ու արդեն անի, այսինքն ամեն դեպքում մեր ստեղծագործող ուղեղը ինքնուրույն ոչ միտեղ չի գնալու եւ դա գործիք է ինչպես սմարթֆոնները, ինչպես համակարգիչները, որոնք պետք է կիրառենք ինչ-որ ձև հետարտադրականին գուցե հենց ավելի շատ օգնի, էլի, արագացնի ընթացքը։ Իսկ կան արդեն եւ որքանով են աշխուժ անցնում այդ հավաքները կամ փառատոները, որտեղ AI-ի օգնությամբ արված գործերն են հանվում գնահատականի եւ առասարակ արդեն այդպիսի միջազգային պրակտիկա հավաքել գործեր տարվա ընթացքում, որոնք որ AI-ով են արվել, նույնիսկ Sora-ով եւ այլն, ինչ-որ ուրիշ բաներով։ Ես լսել եմ, որ ինչ-որ կարծես նախանցյալ տարի ինչ-որ փառատոն էր անցկացվել այդ Դե հիմա կարծում եմ բոլոր ժանրերում կա եւ թատերականում եւ կինոյում հասկանալի է որ քան մի անգամից չի դառնա բայց Չէ, սկեպսիս կա, ես sense ասեմ ձեզ, ժողովուրդ կա սկեպսիս, այսինքն օրինակ եթե դու ես կոնկրետ դեպք ասեմ ձեզ անուններ չտալով իմ ընկերներից մարդիկ փիչ էին անում իրենց նախագիծը ներկայացնում էին այդ ինվեստորների եւ պրոդյուսերների դիմաց օգտագործելով AI նկարներ ու պրոդյուսերները ասին ժողովուրդ մյուս անգամ տենց բան չանեք որովհետեւ դա սիրողական մակարդակ է Սիրողական Դե որովհետեւ դու պետք է եթե դու կինոգործիչ ես
նկարել ես մի քանի ֆիլմ, ու հիմա գումար ես փնտրում քո նոր ֆիլմի համար, գալիս ես մեզ AI-ով նկարես ցույց տալի, այ սենց է լինելու իմ կադրը, Մենք իհարկե բոլորս էլ շատ կուզենայինք, որ կինոն, ինչպես եւ ցանկացած արվեստի գաղափարների շուրջ մնար, բայց իրականությունը այլ է։ Որպես լայն սպառման դաշտ, հա, այդպես վերցնենք միջին վիճակագրական մարդուն, որ սիրում է թուրքական սերիալներ, սիրում է, ասենք, խոսքի պարզ աշխատանքներ, որոնք որ ասենք, չգիտեմ, հոգուն մեջ ինչ-որ բան շարժում են, էմոցիաներ են առաջացնում են, կարծում եմ այս կոնտինգենտի համար կամ սպառողի համար AI օգտագործվելու պես էժան, արագ եւ ասենք շփթը պատրաստած նյութերի շարք, սերիալական կամ նույն անիմացիոն շարքից 8 կադր, հա, մեկ վայրկյանում որակի անիմացիա, որը որ ի դեպ, չգիտես ինչու նոր շունչ է առել, վերջերս մի քանի գործ են նայել, որտեղ որ լավ մասնագետները ոչ թե 24 կադր է, սիկա սաուն անիմացիայի փոխան 8 կադրանի հին 90-ականներին մնացած ոճով ֆիլմեր են հանում, ու ասենք նայում ես ռեյտինգները, ու զարմանում լավ, ասենք 21-րդ դարն է, երաչափ գրաֆիկան են որակի հասել, դիփ ֆեյքերը չես տարբերում իրականից, բայց 8 կադրը աշխատում է միջև հիմա, այս դա եմ ուզում ասել, միգուցե այստեղ էլ տարբերություն կա, էլի ձեռքով արված այդ որակով պրոդուկտը, էլի արվեստի մեջ նշանակությունը կունենա, իսկ լայն սպառման այդ շիրպատրեպ կոչվածը կոնվերային գներացնել եւ հեժան ոչ էլ մեծ թիմ է պետք, ասենք մի քանի մարդ, եթե գրագետ պրոմպտ գրող կառաջադրենք տվող շատ արագ կարելի է Իսկ քո ասածը պատկերացնում եմ հակաուտոպիստական ֆուտուրիստիկ ֆիլմի շրջանակներում, որ իրականությունն է 50 տարի անց, ամեն ինչ AI-ով է ստեղծվում, դաժան է, իսկ այն ինչ ստեղծվում է ոչ AI-ով, շատ թանկ է ու ավելի գնահատելի, այդպես ինչ-որ իրականություն կարող է սպասվի տարիներ անց։ Բայց բոլոր ժամանակներում կարոտախտը դեպի անցյալ, հատկապես արվեստում միշտ էլ նկատվում է։ Նորաձևության մեջ կլինի թե արվեստում։ Ձյանը հետաքրքիր է այս տարվա լոկացիան փառատոնի։ Միայն մայրաքաղաքով է սահմանափակվում թե ունեք նաև Չէ, ցավոք շատ լավ կլիներ իհարկե, որ ունենայինք ուրիշ քաղաքներ, ցավոք դեռ չէ, կինոյի տուն, հիմնական տարածքը ունենք ցուցադրություններ, հատուկ ցուցադրություններ Թումոյում, բայց հիմնականում կինոյի տանն է տեղի ունենում, Մեծ դահլիճում եւ Ամալյանի անվան թատրոնում, ու ես կարծում եմ, որ 7 ֆիլմ ունենք լիամետրաժ, կարճամետրաժներն էլ շատ են իհարկե, բայց տեղավորվում է դեռ մի լոկացիայում, 7 լիամետրաժը քիչ է, կարելի է տեղավորեցնել, բայց լավ կլիներ օրինակ մեր ֆիլմերից, օրինակ ես նայում եմ, մենք ունենք միջելոց 2 ֆիլմ, որոնք արդեն ցուցադրել ենք, ու դուք տեսել եք, մեկը Բունուելը Կրիաների լաբիրինթոսում, իսպանական Լուիս Բունուելի մասին, որը կոմիքսի համանուն կոմիքսի էկրանավորում է, կոմիքսի հեղինակը այստեղ է, այո, այն մասին, թե երբ Բունուելը նկարեց իր Ոսկե դար ֆիլմը, իրենք հարկոցում էին Իսպանիայում եւ ամբողջ աշխարհում հակակրոնական հայացքների համար եւ նա այնպես բավական դեպրեսիվ շրջան ուներ կյանքի, հետո իրեն առաջարկ եւ ոնց որ առաջարկ եղավ, կարելի ասել, Իսպանիայի Լաս Ուրդես ամենաաղքատ ռեգիոնը պատկերելու վավերագրական ու ինքը գնաց ու նկարեց, ու այդ ֆիլմը կա, եթե փնտրեք, on-line կարող եք գտնել, չգիտեմ, ռեստավրացրած կգտնեք թե չէ, բայց կա Լաս Ուրդես հացի երկիր, եթե չեմ սխալվում, այդպես է թարգմանված, ու Բունուելը Կրիաների լաբիրինթոսում պատմում հենց այդ մասին, ինչպես ինքը լինելով հենց մի քիչ ցինիկ, սյուրռեալիստ, բախվում է շատ ռեալ իրականության հետ Իսպանիայի ամենաաղքատ ռեգիոնի, եւ եթե գիտեք Բունուելը ով է, ինձ հետաքրքիր կլինի դիտել։ Չգիտենք, Անդալուսյան շունը չգիտի, Դալի ինչ են արել, օրինակ, ինչ կադր է, օրինակ, չգիտեմ, սրիչով մարդու աչքի կտրել, մի խոսքով դրանք ասենք մի քիչ պատրաստված, հա, հանդիսատեսի համար է։ Դիանա, քանի այստեղ ես մի հարց էլ, հա, քննարկենք։ Այդ ձեր նեղ քննադատական եւ առասարակ կինոգործիչների այդ բարձրարվեստ, հա, գնահատականը կարել։ Գիտեմ, որ օրենք են հիմա, այսպես արդեն կարծես չգիտեմ ընդունել են թե փոփոխման ենթակա է դեռ,
որ պիտի բոլոր ֆիլմերը ցուցադրվող զանգվածային լրատվամիջոցներով արդեն այսպես դուբլաժարված լինեն, հա, հայերեն ինչ հետևանքներ դա կարող ունենալ, չի կորցնի հմայքն ու փայլը, կինոն, բնօրինակը, եթե այնուամենայնիվ այդպես արագ-արագ էլի կօգտագործեմ այդ ժողովրդական բառը շփթփ ձայնավորենք, այսպես ասած հայերեն, ինչ ուժերով ենք դա անելու, ի վերջո ունենք այդ հնարավորությունը, որովհետև դրա համար լավ մասնագետներ են պետք, դպրոց, մասնագետներ, տանիրովկա եւ մի խոսքով հարյուրավոր բաներ կան, որոնք որ մենք անում ենք, բայց ոչ այդքան լավ։ Այո, կոնվերնի, հա, այդ կոնվերային արագությամբ անելը իհարկե շատ բարդ է լինելու։ Ես անձամբ, եթե իմ կարծիքն է հետաքրքիր, կարծում եմ պետք է ենթագրերով ցույց տանք, այսինքն, հա, ես կողմ եմ, որ մենք ցույց տանք օրիգինալ լեզվով ու հայերեն ենթագրերով, ինչպես անում ենք կինոփառատոների ժամանակ, բոլոր կինոփառատոների ժամանակ, այդպիսի պրակտիկա է հայերեն, լոկալ լեզու, անգլերեն։ Ես չեմ կարծում, որ եթե խոսքը գնում է, չգիտեմ, ամիսը 20 ֆիլմի մասին կամ 30, ես չեմ կարծում, որ մենք կարող կհասցնենք ֆիզիկապես, մենք այո, խորհրդային հիմա մարդիկ կլինենք, ասեն խորհրդային տարիներին մենք ունեինք ոսկե ցլիկը շատ լավ դուբլաժ արված։ Չէ, շատ։ Հա, Համլետն է շատ։ Արի հաշվենք, մատերի վրա կարող ենք հաշվել այդ ֆիլմերը ու երևի քանի տարվա կտրվածքի մասին է խոսքը ու այն ժամանակ քանի մասնագետ ունեինք, քանի հնչյունավորման ստուդիա ունեինք, քանի կինոթատրոն ունեինք Հայաստանում այդ ժամանակ, եկեք հաշվենք։ Հաստատ ավելի շատ։ Այսինքն ռեսուրսները ուրիշ են, ռեսուրսները շատ էին, կար դպրոց, հիմա այդ դպրոցը չկա, մենք չունենք կինոթատրոնների պետական ինչ-որ չկա կինոփառատոներ, որոնք ենթարկվում են պետությանը, կինոյի տունը, այո, կինեմատոգրաֆիստների միությունը, բայց ծախսերին գնալու չէ, այո, դու ունես մասնավոր տարածքներ, մեր կինոփառատոները հիմա բոլորը մասնավոր են, մենք չունենք հայկական դիստրիբյուցիա առհասարակ, այսինքն Warner Brothers-ը կամ Disney-ը չունի հայկական գրասենյակ, կա մեր ռեգիոնալ տարածաշրջանային, այո, որը Ղազախստանում, ինձ օրինակ Ղազախստանից մի քանի ամիս առաջ գրել էին, մենք ֆիլմ ենք բերում տարածաշրջան, դուք որպես ինֆլուենսեր կինոքննադատ ձեր պրայսը կասեք, որ խոսեք այս ֆիլմի մասին, ինձ Ղազախստանից են գրում, այսինքն թե ֆիլմը ոչ հայկական է եւ ուզում են Հայաստանում գովազդեն, քեզ դիմելու են Ղազախստանից, հավանաբար կամ Միացյալ Նահանգներից։ Միացյալ Նահանգները չեն դիմի, ես կասեմ Ղազախստանից։ Այո, չգիտեմ։ Հա, այսինքն ես չեմ պատկերացնում անկեղծ ասած, ինձ թվում է կարելի է սկսել ենթագրերից, Աստված տա մենք ստեղծենք այդ դպրոցը, ապագայում ունենանք այդ հնարավորությունները, այդ ռեսուրսները, ունենանք այդ դերասաններին, այդ ռեժիսորներին, որոնք այդ դերասաններին կուղղորդեն հնչյունավորման համար, եւ այո, կունենանք լավ հնչյունավորում, բայց օրինակ անցած տարի ունենք Շառլ Ազնավուրի մասին ֆիլմը, որը հնչյունավորեցինք հայերեն, ինձ դուր չի եկել։ Անկեղծ ասած, թող հիմա կարող եմ գուցե ինչ-որ մարդիկ նեղանան, բայց ինձ թվում է կարելի է ավելի լավ անել։ Մի անլուրջ բան ասեմ, հիշեցի այն մեմը հավանաբար բոլորը տեսել են, երբ որ մի մարդ է այդպես նկարած, մի աչքը ներքև, մի աչքը վերև ու գրված է ես, երբ դիտում եմ ֆիլմը ենթավերնագրերով, բայց բոլոր դեպքերում ինչ որ բան տուժում է, երբ որ դու ուզում ես եւ ծիտրին հետևես, եւ կադրում տևես։ Այսինքն հարցը ժողովուրդ, ես որպես մարդով նայում եմ միշտ տենց, ինձ թվում է դա սովորության հարց է, պետք է, հա, այսինքն որ դու գնում ես Կանն կամ Վենետիկ օրը 4 հատ ֆիլմ ես նայում, ու դա տևում է 11 օր։ Չէ, հա, այսինքն դա քո վարժվելու վրա է, արագ կարդալու, վարժվելու, եթե դու տառաճանաչ ես։ Հետո հասկանաս ինչա կատարվում կադրում։ Արագության մասին է սա արագության մասին է, որ մենք սպորտ ենք նայում, դու էլ մի քանի տեղ ես նայում, այսինքն ամեն դեպքում համատեմ էլի, այսինքն էկրանը մեծ է եւ դու մենակ մի տեղ չես կարող ես կենտրոնանալ, բայց երբեմն մի քանի տեղ ես։ Չէ, կարծում եմ արդեն հիմիկվանից պետք է սուբտիտրները միացնել ֆիլմերի վրա, կամաց աչքը վարժեցնել, որովհետեւ երևի ուրիշ տարբերակ չկա, բայց դա նաեւ շատ լավ հետաքրքիր դաշտ է տարբեր մարդկանց համար, ովքեր խոսում են միկրոֆոնով, այդ ում նայում եմ, ես կարող եմ տարբեր տեսակ ունեք ֆիլմերում կախարդների, բաների, ասենք ձայնը այդպես վտանգավոր վախենալու կերպարների հնչյունավորել, այո, դա կատակ է իհարկե, բայց բոլոր դեպքերում սա խնդիր է եւ ես մտածում իսկականից ինչքան անմիտ կլինի, եթե
լավ ֆիլմ է, որ հավակնում է Օսկարի տարվա ընթացքում նկարահանված այդ ֆիլմը մեկ էլ հանվի էկրաններ վատ դուբլաժ արած ինչ կորուստ կլինի դա, հա, կինոդիտողներ, հա, էլի միշտ հնարավորություն կլինի դա նայել բնօրինակով, բայց հա, դրանք ռուսները, չգիտեմ, երևի գիտեք այդ դիսկուրսը, ռուսները շատ են գովում Բուրնովին, ով Դիկաբրիոյի, բայց դա ուրիշ, դա մենակ իրան չէ, համաձայն եմ, չէ, բայց ունեք կոնկրետ Բուրնովը ըստիս, ես որպես մարդով տեսել եմ Դիկաբրիոյին, լսել եմ իր հարցազրույցները, ինքը փոխում է նատուրան, Դիկաբրիոն այդպես չի խոսում, գուցե բայց ասեմ ավելի հակառակն էլ ասեմ, օրինակ Տոմ Հարդին ձայնավորողը ռուսերեն ավելի լավ է, ասենք, անում, քան Տոմ Հարդի։ Ձայնը մի տեսակ ավելի հաճելի է։ Լավ ու վատի հարցը չի իրականում։ Հա, չէ, գուցե Բուրունովը, նայ, մեր ԱՊՀ-ի Ետ խորհրդային մենտալիտետի համար գուցե ավելի ես չգիտեմ, ինչ-որ sense հիմա պրիմիտիվ ասեմ, ավելի առնական է, քան Դիկաբրիոյի մի քիչ ավելի բարակ ձայնը, բայց դա Դիկաբրիոյի ձայնը չէ, դա իր նատուրան չէ, էլի։ Այսինքն նա փոխվում է, նա դառնում է ավելի լոկալ, նա հեշտացնում է Բուրունովը, ոնց որ բուֆերային զոնա լինի ու այն ամերիկյան այդ մի քիչ ավելի sense չգիտեմ, ֆալցետին մոտ, հա, ինչ որ տոնայնություն ունի գուցե Դիկաբրիոն, նա ադապտացնում է մեզ մի քիչ ավելի մասկուլին է Ռուսաստանի պես երկիրը, որը շատ հզոր թատերական դպրոց ունի, սկսեք դրանից եւ դերասանների մեծ ընտրություն, նույնիսկ Ռուսաստանը չի կարողանում օրինակ յուրաքանչյուր հայտնի արտիստին, դերասանին իր ուրույն ձայնը փոխանցել, հաճախ լինում է, որ նույն մարդը մի քանի դերասաններ է սպասարկում, այդպես էլ կա, դել չեմ ասում, թե ինչ խնդիրների կբախվենք մենք այստեղ Հայաստանում։ Շնորհակալություն Դիանա, որ եկար, մաքսիմալ օգտագործեցինք ժամանակը, որը տրամադրած էր մեր հանդիպմանը, ուրախ ենք քեզ այսուհետ ողջունել արդեն կինո քննադատի կարգավիճակում։ Հուսանք առիթներ կլինեն, հուսանք հայկական ֆիլմերը կհասնեն այնտեղ, որտեղից մենք կուզենք խոսել այդ ֆիլմերի մասին եւ կքննարկենք մյուս տարի եւ հուսամ դուք ժամանակ կգտնեք կգաք Կարմիր Կրյան Մայքլ Դուդոկ Դեվիդի ու մասին մենք չխոսեցինք Օսկարակիր հոլանդացի անիմատոր իր ֆիլմը նայելու կամ Արկոն, որ այս տարվա անսի հաղթող ֆիլմն է, խնդրում եմ ժամանակ գտեք մի երկու բան դիտելու։ Փառատոնը շարունակվում է մինչև ամսի 25-ը, 26-ին ունենք մի երկու արտամրցութային ցուցադրություն, 25-ի երեկոյան կլինի Փակման արարողությունը եւ մրցանակաբաշխությունը, բայց 26-ին էլ կլինեն այնց ավելի շատ ընտանեկան դիտման համար ֆիլմեր, Տոմ Սարկը կարելի է ասել թե չէ կայքում իխոսքով on-line մեր սոցհարթակներում գտեք մեզ, գնեք տոմսերը եւ համեցեք։ Մի խոսքով բոլորը կինոյի տանն են, որոնք այնտեղ ցուցահանդես կա շատ հետաքրքիր։ Լորենցո Մատոտի ցուցահանդեսը, համաշխարհային ճանաչում ունեցող նկարազարդող իլյուստրատորի։ Ես շատ եմ հավանել այս տարվա պաստառը, Ռեա 2025-ի պաստառը։ Շատ լավն է։ Եվ լավ էլ անիմացված է, որ դեպքի մեջ է մտնում։ Մի բան ասեմ, կարճ ու վերջացնենք, ելչեմ խոսք եմ տալիս։ Լորենցո Մատոտին այն մարդն է, ով վերջին տարիներին անում է Վենետիկի միջազգային կինոփառատոնի պաստառները։ Ու ես քանի տարի Վենետիկ գնալով միշտ տեսնում եմ իրեն, իր ձեռագիրը ես արդեն ծանոթ էի, ու երբ իմացա, որ նա է գալու Հայաստան, նա գալու է, ժամանում է այսօր Հայաստան եւ իր ցուցահանդեսն է լինելու, նա մեր պաստառն է պատրաստում եւ մտա իր Instagram, տեսա որ վերջին արած իր աշխատանքները Նյու Յորքերի ամսագրի շապիկին են, այո, ու sense վաու, այնպես որ հա, այդպեսի մարդու կարողացել ենք Հայաստանի համար աշխատել։ Շնորհակալություն, հարգելի ռադիոլսողներ, մեր հյուրն էր կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը, հաջողություն ենք ցանկանում։